Գլխավոր դատախազը մեր հարցերին չպատասխանելու հանդերձ նաև մեղադրանքներ է ներկայացրել, այսօր էլ երեկ էլ խորհրդարանում հնչել են որ պաշտպանները անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսին։ Հիմա ես հարց ունեմ ձեզ։ Մենք ենք դատական պրոցեսը ձգձգել։ Բացի նրանից, որ վիրավորականը հնչել թե պաշտպանների, թե մեր հասցեին, նաև ես կարծում եմ վիրավորանքը դատարանի հասցեին, որ դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս։ Միգուցե հղում են արել դատախազների ասածներին, որ ասենք մի քանի նիստ շարունակ նույն տեքստը կարդացել են։ Միգուցե դա է նկատում, չգիտեմ։ Բայց վերագրել են մեզ, ասելով, որ պաշտպանները գլխավոր դատախազն է ասել, այսօր խորհրդարանում մի ճոխաշրթունք իշխանուհի է ասել, որ մենք անիմաստ միջնորդություններով դատական պրոցեսը ձգձգում ենք։ Այդպես է։ Չէ, հարց եմ տալիս, պատվարժան դատական։ Ես հարցին չեմ պատասխանում։ Չեք պատասխանում, որովհետև այդպես չի։ Ես ուզում եմ արձանագրել հատկապես լրատվամիջոցներին։ 4 անգամ մեր Արթուր Սարգսյան, Իգոր Սարգսյան, Կարո Օկումուշյան չեն ներկայացել դատարան, որովհետև պատշաճ կերպով չեն ապահովել իրենց ուղեկցությունը։ Չեն բերել, ուղղակի հետաձգվել են դատերը։ Մեր պաշտպանները 5-6 հոգու պաշտպանություն են հանձնարարում, որպեսզի դատական գործընթացը չհետաձգվի, մենք կարողանանք հասնել։ Ես անձնապես հայտարարել եմ, որ մենք շահագրգռված ենք, որ արագ գնա պրոցես։ Հիմա գլխավոր դատախազն է հայտարարում, եւ պատգամավորներ ինչ որ անցածն։ Երկրորդ պատվարժան դատա